Շուրջ 3-4 ամիսա բանակցություններ են գնում, տնտեսվարողները բոլոր հետ խոսել ենք, իրազեկել ենք նախատեսվող աշխատանքների մասին եւ իրենց նաեւ խնդրանքն է բավարարվել, որպեսզի իրենց հնարավորություն եւ ժամանակ տրամադրվի մինչեւ սեպտեմբերի 30-ը, որից հետո իրենց արդեն ապրանքները կտեղափոխեն, կրպակներն ու տաղավարները կազատեն, որից հետո մենք իրականացնենք քանդման աշխատանք։ Կրպակներում ապրանքներ են եղել, որովհետև ժամանակը քիչ է եղել եւ չեն կարողացել ամբողջությամբ հեռացնել։ Դա իրականությանը չի համապատասխան, որտեղ չկա տենց կրպակ, որ այս պահին ապամոնտաժում ու քանդում է, որի մեջ լինի գույք։ Որի մեջ գույք եղել է 3 բանից սկսված, իրենք տնտեսվարողները նախապես նաև իրազեկվել են, որ վաղ աշխատանքները ինչպես որ պայմանավորվել են իրականացնելու են, իրենք իրենց գույքը ամբողջությամբ տեղափոխել են։ Մենք առավոտյան մեր աշխատանքները սկսելուն պես բոլոր կրպակները նայել ենք, որևէ մեկում տենց շուտ խնդիր չի եղել։ Կարող է տաղավարներ տրամադրել եք այստեղ։ Ինչպես։ Չլսեցի նորից։ Տրամադրել եք տաղավարներ։ Չէ, այդ պահին նման քննարկում չի եղել, նման առաջարկ եւ պահանջել չի եղել։ Այն ինչի մասին, որ հնարավոր է եղել խոսել, բանակցել, ժամանակ եղել է, նշեցի եւ կրկնում եմ, որ արդեն շուրջ 3-4 ամիս այս բանակցությունները գնում է եւ տնտեսվարողները բոլորը տեղեկացված եղել են։ Մեզ ասացին, որ օրինական է, սակայն բանակցային։ Չէ, օրինական չեն, օրինական դրանք լայն հասկացողություն է։ Դրանք կրպակներ են, որոնք ժամանակին ունեցել են հողի վարձակալության պայմանագրեր, որոնց ժամկետը բոլորինը ավարտված է։ Բայց քանի որ դեռ կադաստրի պետական կոմիտեով վարձակալության պայմանագրերը լուծված չեն եւ իրավունքները դադարեցված չեն, հետեւաբար դրանց հետ կապված այս պահին որևէ գործողություն չի արվում, բայց այսօր էլ ես այդ տնտեսվարողների հետ եմ խոսք ունեցել եւ իրենց փոխանցել են, որ այդ գործընթացն էլ ընթացքի մեջ է, դա էլ ժամանակի խնդիր է, որ ամեն ինչ կարգավորենք, կբերենք օրենքի դաշտ, հետեւաբար նաեւ կանդրադառնանք դրան, որովհետեւ հնարավոր չէ այս մայթը ազատել մասնակի։ Դա անհրաժեշտություն կա, դա հանրության պահանջն է եւ այս հատվածում դուք ինքներդ գիտեք, որ եւ երթևեկությանն է սա խոչընդոտում եւ նաեւ ինչու՞ չէ նաեւ հետիոտնի անցուդարձն։ Քանի կրպակի ապահովման ենթակա։ Ինչպես շուկայի հարցը այս պահին դեռ այս պահին չէ, տարիներ շարունակ արդեն քննարկվում է, բայց կոնկրետ որոշում չկա այս պահին։ Քանդում են, որ էլիտար շենքեր կառուցեն։ Տենց նախագիծ չկա, ես տեղեկացված չեմ։ Դա ենթադրություն է կարծում եմ։ Ասում եք, որ երթևեկությանն է խանգարում կրպակները, այսինքն շուկան էլ է երթևեկության։ Դե գիտեք ոնց ժամանակի ընթացքում, տարիների ընթացքում այս շուկան երբ որ գործել է, Երևան քաղաքը այսպես ծանրաբեռնված չի եղել։ Նա տարիների արդյունքում է գոհանում այս ամեն ինչը։ Այս ծանրաբեռնվածությունը բնականաբար չէր կարա լինել 20 տարի առաջ։ Ծանրաբեռնվածությունը կա այսօր, խնդիրը այսօր արդեն խորասական դառել եւ ժողովուրդը արդեն այլ տարբերակ չունեն, իրանք անընդհատ բարձրաձայնում են եւ կարծում եմ ստեղ բոլորս էլ երբ որ օրվա պիկ ժամերին փորձում ենք ինչ-որ տեղից միտեղ տեղաշարժվելու եւ պետք է անցնենք այս փողոցով, հետեւաբար մենք շրջանցում ենք, որտեղ բոլորս գիտենք, որ ստեղ երթևեկությունը ծանրաբեռնված է։